Կուրսկի մարզի վերջնական ազատագրման օպերացիայի մասին Ռուսաստանի գերագույն գլխավոր հրամանատարին զեկուցելուց 10 օր անց իրավիճակը կրկին փոխվում է։ Ուկրաինայի զինված ուժերը երկրորդ հարձակումն են նախաձեռնել Կուրսկի ուղղությամբ։ Ռուս-ուկրաինական սահմանին վերսկսվել են ռազմական գործողությունները։ Մարզում վիճակը խիստ լարվել է։ Ուկրաինական կողմի պնդմամբ պայթեցրել են կամուրջները, օդուժն էլ հարված է հասցրել ռուսական անօդաչուների կառավարման կետին, ոչնչացնելով մինչև 20 ռուս զինվորականի, նաև զինտեխնիկա։ Իրավիճակի սրման ֆոնին բնակիչների տարհանում է հայտարարվել։ Ըստ ուկրաինական կողմի առաջադրանքի մեծ մասը կատարվել է։ Օպերացիան հաջող է անցել։ Ռուսական կողմը հայտնում է վերջին 2 օրվա ընթացքում հաճախակի դարձած հարձակումների, մի քանի զոհի, վիրավորների, ավերված տների մասին, միաժամանակ նշելով, որ արժանի հակահարված են տալիս հակառակորդին։ Միայն այս գիշեր ռուսական հոբ համակարգերը խոցել են ուկրաինական 105 անօդաչու։ Հաղթանակի 80-ամյակի շքերթին ընդառաջ անվտանգ չէ նաև Ռուսաստանի մայրաքաղաքում։ Մոսկվայի քաղաքապետը հայտնել է, որ ոչնչացրել են 19 ուկրաինական դրոն, 4 հիմնական օդանավակայանները կարճ ժամանակով դադարեցրել են գործունեությունը։ ԱԹՍ-ների գրոհներ են եղել նաև Ուկրաինայի տարածքների ուղղությամբ։ Թիրախավորվել են Սումին, Օդեսան, Խարկովը։ Ռուսական ԱԹՍ-ների հարվածից այրվել է Բարաբաշովայի շուկան, կան զոհեր ու վիրավորներ։ Մարտերը թեժանում են ի հեճուկս մայիսի 8-ից 11-ը հրադադար սահմանելու Ռուսաստանի հայտարարության։ Չեխիա կատարած այցի ժամանակ Ուկրաինայի նախագահը կրկին մեկնաբանել է կրակը ժամանակավոր դադարեցնելու Պուտինի հայտարարությունը։ Պուտինը շատ է ուզում պարծենալ տանկերով հաղթանակի շքերթի ժամանակ, բայց նա դրա մասին չպետք է մտածի, այլ իր պատերազմի իրական ավարտի մասին։ Անհրաժեշտ է 3 խնդիր լուծել։ Ռուսաստանի նկատմամբ ավելի շատ պատժամիջոցներ, Ուկրաինայի մշտական աջակցություն եւ ամբողջ Եվրոպայում պաշտպանության ոլորտում գործակցության զգալի ավելացում։ Ռուսաստանը պետք է իմանա, որ եվրոպացիները հաստատ կպաշտպանեն իրենց։ Չնայած հայտարարությանը, որ չի զբաղվելու բանակցությունների միջնորդությամբ, եթե տեսանելի արդյունք չլինի, Միացյալ Նահանգների նախագահն ասել է, որ այնուամենայնիվ happy end է ակնկալում։ Մենք մի քանի լավ զրույցներ ենք ունեցել Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ վերջին օրերին։ Անկեղծ ասած, երկու կողմում էլ շատ մեծ ատելություն կա, նույնիսկ գեներալների միջև։ Սպիտակ տան ղեկավարը երրորդյա հրադադար հաստատելու Պուտինի հայտարարությունը համարում է մեծ գործ, լավատես է նաև Ռուսաստանի նախագահը։ Անկախ ամեն ինչից ռուսներն ու ուկրաինացիները հաշտվելու են, ասել է Վլադիմիր Պուտինը։ Мне кажется, что это неизбежно. Ես կարծում եմ, դա անխուսափելի է, անկախ այն ամբողջ ողբերգությունից, որ մենք վերապրում ենք հիմա։ Դա պարզապես ժամանակի հարց է։ Կրեմլի ղեկավարի պնդմամբ Խորհրդային Միության փլուզումից հետո քաղաքակիրթ աշխարհը մտածել է, որ Ռուսաստանը թուլացել է եւ անհրաժեշտ է վերջնականապես կոտրել նրան։ Պուտինը ցանկացել է գործընկերներին հասցնել Ռուսաստանը պետք է լինի կամ անկախ ու ինքնիշխան կամ ընդհանրապես չպետք է լինի գաղափարը, որպեսզի փոխի վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ։ Սակայն ոչ բոլորն են ականջալուր եղել, ինչն էլ հանգեցրել է այս իրավիճակին։ Ռուսաստանի ղեկավարի խոսքով յուրաքանչյուր քաղաքացի գիտակցում է, որ հենց ինքն է պետությունը, որ իրենից է կախված այսօրվա վաղվա օրը, որ ինքն է վերջին սահմանը։ Պուտինը մեջբերել է հայրենական պատերազմի խոսույթը։ Ռուսաստանը հզոր երկիր է, նահանջելու տեղ չկա։ Մեր հետևում Մոսկվան է։ За нами Москва. Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։